Պարոն Մինասյան, Այո, գնաց։ տեսակետ կա, որ ընդդիմադիր հայտնի եռյակի Հայաստան դաշինքի Ծառուկյան դաշինքի ենթադրյալ Ինչի ենթադրյալ։ ԲՀԿ-ի Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ Ուժեղ Հայաստան դաշինքի միասնական վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Դուք ունեք ներքին պայմանավորվածություն, Ոչ։ որ եթե դուք 3 քաղաքական ուժերով անցնեք խորհրդարան, վարչապետի թեկնածու առաջադրվելու է Ռոբերտ Քոչարյանն է եւ նրանք Ոչ։ Ոչ, նման ոչ պայմանավորվածություն, ոչ քննարկում, ոչ զրույց չի եղել, ավելին ասեմ, նախագահ Քոչարյանը իր ասուլիսներից մեկի ժամանակ, եթե չեմ սխալվում, այդ մասին խոսել է եւ տրամաբանական բացատրություն է տրվել։ Ընդդիմադիր դաշտի առաջատար ուժը ներկայացնում է իր վարչապետի թեկնածուին եւ աջակցելու են ընդդիմադիրները, առնվազն մենք մեր մասով աջակցելու ենք այդ թեկնածուին։ Ով կլինի առաջատարը ընդդիմադիրներից, նա էլ առաջին հերթին այդ իրավունքը կվաստակի։ Երկրորդը, որևէ ակնկալիք, որևէ sense անձնական խիստ ձգտում, որ ամեն գնով չէ պետք է Հայաստան դաշինքից լինի վարչապետը, այդպիսի ցանկություն, ձգտում, մոտեցում, պնդում արված չի երբեք։ Եվ վերջապես երրորդ, հայտնի անձնավորությունը, երբ որ փորձում է թիրախավորել անցնելով անձնական նաև արժանապատվության սահմանները վիրավորելով, հա, բերելով 3 բևեռներին անունը դնելով ինչ եռագլուխ կուսակցություն եւ այլն, ինքը ունենալով մի գլուխ, այնքան արավիրք է բերել մեր երկրին, որ ինչ եռագլուխ, ինչ 10 գլուխ, ինչ 100 գլուխ, որևէ մեկը չի կարող մրցել իր այս արավիրքների հետ, բայց ես ուզում եմ հարգանքով մոտենալ նաև ընդդիմադիր մյուս հատվածի մարդկանց, մյուս կուսակցությունների ներկայացուցիչներին։ Ի վերջո տեսեք, կան նաև այլ ընդդիմադիր հատվածներ, որոնք նույնպես ակնկալում են հասարակությունից քվեներ։ Այո, առաջատարները գուցե մեր ձեր կողմից թվարկված 3 քաղաքական ուժերն են, բայց էլի ընդդիմադիր կուսակցություններ կան եւ ես հաջողություն եմ մաղթում բոլոր ընդդիմադիրներին, ի վերջո մենք նորից եմ կրկնում, մեր նպատակը ընդդիմադիր դաշտում այնպիսի իրավիճակ ստեղծելն է, որպեսզի այս իշխանության վերարտադրությունը իսպառ բացառվի։ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների եւ հարցազրույցներին, պարոն Մինասյան, Ռոբերտ Քոչարյանը օրինակ շատ բաց տեքստով ոդկասթներից մեկի ժամանակ ասաց, որ ճգնաժամային իրավիճակներում կառավարելու փորձառություն ունի եւ արտաքից որ այո, իսկ դուք այլ բան եք գնահատական ունեք։ Ես լրագրող եմ, այս դեպքում կարծիք Չէ, եթե դուք վկայակոչում եք։ Շարունակելով հարցը, պարոն Մինասյան, ակտարկից որ միակ կարող վարչապետի թեկնածուն ինքն է ակնկալելով, որ հենց իրեն պիտի ընտրեն եւ մի կարգախոս էլ չէ, շրջանառվում է ձեր կողմից, հունիսի 7-ին ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձի, փորձարարության եւ փորձանքի միջեւ։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը այս երեքից ո՞րն է փորձն է, փորձանքն է, փորձարարությունն է։ Դուք ասեք ո՞րն է, որ ես կարողանամ։ Ես էլի ձեռնպատ կմնամ։ Դուք ձեռնպատ չեք հիմա դուք ձեռնպատ չեք, որովհետեւ եթե դուք ձեռնպատ չլինեիք, եթե դուք կողմ չլինեիք, դուք կարող եմ իշտին ներքև։ Չէ, ես կբարձրանամ։ Ակնհայտ է շատ կարևոր մի բան, հա, որ Ռոբերտ Քոչարյանը թե իր փորձառությամբ, թե իր արդեն անցած ճանապարհով եւ թե իր գործունեությամբ դրան գումարած հայ հեղափոխական դաշնակցության պատմական ամբողջ ընթացքը եւ համագործակցության ընթացքում ձեռք բերված բազմաթիվ դրական կողմերը թույլ են տալիս ասելու, որ այո, փորձառությունը, փորձը, վճռականությունը մեր դաշինքը ունի։ Իդեմս նաեւ դաշինքի առաջնորդի վարչապետ, եթե քվեարկեք, օրինակ Արման Թաթոյանի օգտին, օրինակ տեսեք, ես քիչ առաջ ասեցի, չէ՞, ինչն է սկզբունքը։ Առաջատար ընդդիմադիր ուժը ստանալու է մեր աջակցությունը։ Ստանալու է, որևէ խնդիր չկա եւ նախագահ Քոչարյանը դա էլ է ասել,
Ասել եթե մենք եղանք առաջատարը, ակնհայտ է, որ իմ թեկնածությունն է լինելու։ Եթե այլ ուժ եղավ ընդդիմադիր դաշտում, իհարկե մենք պետք է աջակցենք։ Ինչ կլինի իրավիճակը այդ ժամանակ, կախված է նաև մեր մյուս գործընկերների վարկագծից։ Այնուամենայնիվ մեր նպատակը ընդդիմադիր դաշտում այս փոքր-մոքր կծմծոցները եւ իշխանության կողմից հրահրվող վարկագիծը, ներառյալ լրատվամիջոցների կողմից իշխանական այս կծմծոցները ընդամենը մի բանի մասին են խոսում, որ ընդդիմադիր դաշտը իդեմս առաջատարների եւ մյուս ընդդիմադիր ուժերի շատ ուժեղ են։ Դրա համար էլ իշխանությունը մտահոգված է։ Միասին կարող ենք, մի խոսքով, միասին կարող ենք մեր ժողովրդի հետ միասին։ Միասինը առաջին հերթին վերաբերում է մեր ժողովրդին։ Մեր ժողովուրդը իր միասնականությամբ կարող է անել։ Գրողի ծոցն ուղարկել բոլոր ծանր դժվար ժամանակները, երկրում հաստատել արժանապատվության, արդարության, անվտանգության լիարժեք իրավիճակ։ Փաշինյանը ցույց նաև նախին բառը գործածությունը, որովհետև 15 թվականից հետո բառը նոր իմաստացավ որոշ հասարակության կորոշչանում եւ հիմնականում բարձրացան։ Այս ընտրություններով այդ բառի իմաստը հետ փոխելու հույսեր ունեք։ Բայց Նիկոլ Փաշինյանից ավելի նախկին կա։ Հələ մի հատ տեսեք իրենց ֆրակցիայում, ասենք Խաչատուր Սուքիասյանը դարձավ նոր, Անդրանիկ Քոչարյանը դարձավ նոր, ասենք ում ասեմ։ Չէ, Հովիկ Գրիգորյանը նախկին, հա։ Տեխնացու է դրա համար։ Պարոն Գրիգորյան, դրա համար ես հատուկ բան արեցի, ներողություն խնդրում։ Ուզում եմ ասել, այս ամենը Նիկոլ Փաշինյանի եւ կոմպանիայի, հա, գնահատականները, ածականներ կպցնելը եւ շարունակաբար այդ վարկագիծը անընդհատ տանելը մի նպատակ ունի։ Ամեն գնով վերարտադրվի։ Ասենք, տեսեք, մի օրինակ էլ բերեմ, վատ օրինակ է, բայց պիտի բերեմ, հա։ Անընդհատ հիշեցնում են լուսահոգի մեր ընկերոջ Պողոս Պողոսյանի մահվան դեպքը։ Երբ որ դու հիշեցնում ես, ասում ես, բայց դա դժբախտություն է եւ չպետք է այդ դժբախտության վրա մարդիկ դիվիդենդներ շահեն, չէ՞։ Երբ որ ասում ես, բա հղի կնոջ վրա երթը, միանգամից պատտում ասում են, դա դժբախտություն է, դժբախտ դեպք եղել, ինչի եք եւ նույն Նիկոլ Փաշինյանը ո՞նց է բացատրում այդ երևույթը։ Ասում է, խո ես բան չեմ, վարորդը չեմ, անվտանգության աշխատողը չեմ, իր մեքենան է, էլի, հա, իր անվտանգություն ապահովող մեքենան եւ այսպես շարունակ։ Այս մարդը ունակ է, ընդունակ է եւ անընդհատ ու ամեն վարքյան փորձում է պիտակավորել։ Նա արդար մրցակցության կողմնակից չի եղել երբեք։ Խառնակցությունը իր էությունն է եւ այս ընտրություններում էլ է խառնակցությամբ զբաղված։ Ես հորդորում եմ մեր հայրենակիցներին, նաեւ ձեզ, իր ամեն մի գործողության մեջ տեսնել, բացահայտել, վերհանել խառնակցության տարրական էլեմենտը։ Նույնիսկ հիմա, երբ որ գնում է քաղաքացիների հետ հանդիպումների, էլի մի բան պետք է բզբզա։ Թիմ 1 ամբիոնից ասում են, որ Հայաստան դաշինքը այլևս հաջորդ խորհրդարանում չի լինելու։ Վերջերս հայտարարեց։ Հա, ասում են, թող ասեն, ինչ ասեմ։ Այդ իրանց ցանկությունն է, երազանքն է։ Ես էլ ասել եմ, հաջորդ խորհրդարանում շատ իմ մեծ ցանկությունն ու վստահությունն է, որ ազգային ժողովի ամբիոնում քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչներից մարդ նստած չի լինելու, առնվազն գոնե նախագահող։ Իրենք էլ վստահ են, որ իրենք են անցնելու։ Հա, իրենք վստահ են նաև, որ խաղաղություն են բերել, երբ որ Ստեփանակերտի ամենամեծ եկեղեցին ավիրում են օրը ցերեկով, երբ որ ամեն օր, ամեն օր հայ ժողովրդի արժանապատվությունն է ոտնահարվում։ Սա խաղաղությունն է իրենց համար։ Պարոն Մինասյան, բարձր ամբիոնից բացի նաև ցածր ամբիոն է։ Ոչ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ աֆիլացված հասարակական քաղաքական ակտիվիստներ են հորդորում ձեզ Ռոբերտ Քոչարյանին իմաստավորի դուրս գալ ընտրապայքարից, որովհետև դուք հոշիացնում եք ընդդիմադիր դաշտի ձայները։ Ես չեմ ուզենա անդրադառնալ, նոր քիչ առաջ ես ասեցի, նաև շատ հարցեր կան, որոնք որ այս փուլում համարում են ոչ միայն ոչ ճիշտ անդրադառնալ այդ հարցերին, այլ նաև անգամ սխալ պնդումներին չպետք է պատասխանենք
ագրեսիվ կամ այլ դրսևորումով, որպեսզի չվնասենք մեր այս կարևոր ընթացքը։ Եվ ես չեմ ուզում անդրադառնալ այդ պնդումներին, այդ հայտարարություններին, այդ մոտեցումներին։ 5 տարի Հայաստան դաշինքը գործել է։ Դաշնակցությունը մեր գործընկերների հետ միասին, երկրորդ նախագահի քաղաքական թիմի հետ միասին մենք գործել ենք։ Առաջին անգամ Հայաստանի Հանրապետության, երրորդ հանրապետության պատմության մեջ դաշինքը շարունակում է գործել։ Դուք կարող եք հիշել որևէ երկրորդ դեպք, չկա փլուզված դաշինք, չկա։ Հակոբյանի վերածնվող Հայաստանի Դաշինքը բայց չփլուզվեց, չէ։ Բայց դաշինքը ձևավորվել էր երկու քաղաքական ուժերի Ռոբերտ Քոչարյանի շուրջ։ Այո, բայց դաշինքը դաշնակցական, այո, տեսեք, մի վարքյան, այդտենց արագ ասելով չի։ Եթե Հայաստան դաշինքը շարունակում է գործել, այդ նշանակում է ինչ որ արժեքներ կան, չէ, որ ոչ միայն դե ֆակտո էլ է գործում, խորհրդարանում ով է խոսում։ Տեսեք, խորհրդարանում ես խոսում եմ Հայաստան դաշինքի մասին։ Այսինքն անձինք կարող են փոփոխության ենթարկվել, խորհրդարանում էլ падգամավորների մի մասը մանդատները դրել է, դուրս է եկել, փոխարինվել է, բայց Հայաստան դաշինքը մնացել է եւ մնում է քաղաքական օրակարգի կարևոր քաղաքական ուժերից մեկը։ Տեսեք, ես բան չեմ, տենց ինքնասիրահարված որ ասեմ ամենահիմնական, ամենագլխավորը, թեև կարող էի դա ասել, որովհետև ամենամեծ ընդդիմադիր քաղաքական միավորն է խորհրդարանական ուժը։ Ավելին դաշնակցությունն էլ իր падգամավորական ցանկով ըստ էության ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունն է, բայց ես այդ էլ անգամ չեմ առաջին պլան բերում, որովհետև մեր գլխավոր խնդիրը ոչ թե ամեն գնով առաջինը լինելն է, այլ ամեն գնով ձեռքբազատվելն է այս իշխանություններից։ Հիմա ես հուսամ մեր ժողովրդի վստահությունը, որ իշխանությունը պետք է փոփոխվի, չարժանանա իշխանության հերթական ապօրինի վարքագծին, որովհետև ես զգում եմ, տեսնում եմ, նշույլներ եմ արդեն, ոչ միայն նշույլներ, ակնհայտ օրինակներ կա, երբ որ անցնում են արդեն ոչ միայն սահմանադրական կարգավորումների սահմանները, բարոյականության նորմերն են անցնում։ Սա ժողովրդավարական ընտրություններին բնորոշ բան չի։